Կարող է ստում եմ բնականաբար իմ պաշտպանական տակտիկայի մեջ կարող է ստում եմ թող դա պարզ է իրավաբանները բայց ոնց կարելի է ասել որ Պարոն Աղազարյան դուք ճիշտ չեք ասում որովհետև ձեր հեռախոսը Սլավիկ Պողոսյանի հեռախոսը եւ Աշոտի Կամովոսյանի հեռախոսը գտնվել են նույն ալերվակի տակ ասեն դուք հասկանում եք դա ինչ դուք լրագրողներ եք երևի թե ձեր համար ֆիզիկայի օրենքները մի քիչ կարող է այդքան մոտիկ չեն բայց պատկերացրեք էլի ասենք հիմա 10 մետր 20 մետր եկում մարդը նույն ալերվակի տակ է անարժանավատա եւ այդ վակումը օգոստոսի 8-ից մինչև 11-ը տեղի ունեցած այդ բուրըն այսպես կոչված հեռախոսազանգերի կրքերով հանդիպումները եւ այլ ու դրանից մինչև ամսի 28-ը վակումը երբ որ տեղի ունեցել 28-ին տեղի ունեցել ներքին դիտումը տեղի ունեցել որտեղ Սլավիկ Կարապետյանը Սլավիկ Պողոսյանին ըստ էության ասում է ախպեր փողերը սուրա Ես ինչ կապ ունեմ իրանց հետ մեկը մեկին եւ այն երկրորդ Աշոտի գոյությունը որ ես գիտեմ էլ դու կարող կասկածեք բայց ես գիտեմ չէ դրանք 5 տարիցից ենթադրելու որ սա հապ շտաբ Տեսեք գլխավոր դատախազը պաշտոնյաների անուններ չտվեց բայց ասեց ինչ որ գրություններ եք ուղարկել պաշտոնյաների բարձրաստիճան պաշտոնյաների հետ եք խոսել բայց ըստ էության որևէ անուն չտվեց նախ այդպիսի բան եղել է այս թեմայով ինչ որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսակցություն եղել է Չեմ տա, հալա ճանապարհ շատ եմ փակելու, հալա սպասի դու, հալա։ Բանը գրությունները, տեսեք, պարոն Թունյանը խոսած չէ իր մեջ։ Բա մենք ո՞նց շփվենք պաշտոնյաների հետ։ Բա մենք ո՞նց քաղաքացիների հարցերին պատասխանենք։ Լինում է որ գրություն են գրում, որպեսզի պաշտոնական պատասխան ունենան կարևոր հարցեր։ Եթե թեթև հարցը պատժելու համար կարող է զանգեք եւ ճշտեք այդ հարցը ո՞նց է։ Ուրիշ ձև կա։ Ինձ ժամը 12-ին զանգում են, ես պատասխանում եմ։ Ինձ ժամը 12-ին զանգում են, հայհոյում են, ես պատասխանում եմ, հայհոյանքով բնականաբար, զանգում են, բան են ասում, ես պատասխանում եմ, լրագրողները ժամը քանից են զանգում, ես պատասխանում եմ, մարդիկ ինձ դիմում, ես որ կանգնեմ այդ կարտոշկի օրինակներ բերեմ, սա խնդիրությանը կթաղեմ այդ օրինակների տակ, թե ինչքան բան եմ արել, ես Բայց ընդդիմությունը այսօր ձեզ պաշտպանում է Պաշտպանելով շահարկում էր, բայց շահարկում էր, ես ինչ եմ ուզում ասել, ես ուզում ասել, որ ինձ ասում են, պարոն Աղազարյան, դուք ինչու այն ժամանակ չէիք խոսում, ինչու չէիք ասում, որ սենսա, ես արել եմ, ես չեմ խոսացել, ես համեստ դուր արել եմ իմ աշխատանքը, հարյուրավոր մարդկանց կբերեմ կշարեմ ստե, որ ինչ օգնություններ եմ ցույց տվել, հարյուրավոր մարդկանց կբերեմ կանգնացել, թե ինչ հարցեր եմ լուծել, հարյուրավոր տեղեր կտարեմ, թե կասեմ, որ ինչ եմ հետևաբար, Սա, պարոն Թունյան ինչպես ասեց, սա իմ բաց լինելու հանգամանքն է։ Միակ մեկ պարոն Վարչապետը նույնիսկ ասեց, պարոն Աղազարյան, դուք պատգամավոր եք եւ էլի բոլորին հասանելի եք։ Պարոն Աղազարյան, չեք փոշմանում Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ին պաշտպանելու համար հաշվի առնելով նաեւ թե այսօր Ոչ, Կիլիկյան իմ հայրենիքը ես չեմ համարում եւ ես քիչ եմ համարում Կիլիկյան իմ հայրենիքը, որ այսօրվա ուժեղ տղերքը չվախենան Նիկոլ Փաշինյանից եւ հեռանան ուրիշ երկրներում Կիլիկիա ստեղծեն, թող իրանց հայրենիքին տերել են։ Ես դա չեմ համարել իմ հայրենիքը Կիլիկիան, ինչ կա, կարող սխալվում եմ։ Եվ հիմա ասեք։ Հարցը դրա մասին է, որ դուք չեք փորձում այս թիմի պաշտպանելու համար, ովքեր Ես այդ թիմի ինչով է նվաստացրեք։ ձեզ տաշել եք։ Որտե օրինակ բերես, Հայկ Կոնջորյան օրինակ ես իր պակաս չպատասխանեցի։ Հայկ Կոնջորյանը թեւավոր օրինակ բերես, նաեւ վիրավորելով իհարկե բնականաբար, բայց դե պատասխանը ստացա, իր խոսքերը ես ասում եմ, չէ, ասեցի իմ ելույթում, որ եթե դնենք ձեր ելույթը եւ լույսը ուղղենք, որպեսզի ստվեր առաջանա, ստվեր չի առաջանում, դատարկություն է մեջը։ Հիմա ասեք պաշտպանել եք թիմը, ես չեմ պաշտպանել թիմը, ես այդ թիմի անդամ եմ եղել։ Եվ այդ թիմի անդամ եմ եղել եւ ամեն ինչին ես պատասխանատու եմ եւ կրում եմ այդ ամեն ինչը։ Իրանք փախած էին, եւ որ ես ասում եմ Քյաբաջարը Հայաստանը չի եղել, որպես ժողովրդին դուխ տամ, իրանք փախած էին։ Ովքեր էին փախած կպան։ Բոլորը, այո։ Չէ, պարոն Աղազարյան, ովքեր։ Դե բոլորը վայ։ Բայց ինչ եք կողմ։ Ոսմեն Ովքեր այստեղ ներկա գտնվողները ազգային ժողովի Պարոն Աղազարյան, ուզում եք դեռ որոշում չունեն ինչպես են քննարկելու։ Կարծում եք, որ իսկապես չունեն որոշում դեռ պետք է դատախազի ելույթից հետո եզրակացություն անել նոր քննարկել։ Օրինակ համար կներեք, ձեր արտաքին ասեք, որ դուք նայում եք այս ամեն ինչը որ տեսակ եւ այլ, որ դուք լինեիք պատգամավոր, ո՞նց կքննարկեիք, կներեք, էլի տպավորությունը ո՞նց է, ասեք, կարողացա ես պաշտպանվել մամուսները, կամ մյուսները ելույթները։ Ամեն դեպքում կպարտաների ելույթների Արման Եղոյանը, Բաբկեն Կային չէ հարցեր, բայց հարցերի էությունն է կարևոր, որ հարցերն ասում են, որ այն
հիմնավոր կասկածը կա արդյոք որ մենք այս քայլին դիմենք, բայց դա Բարտովիկ Միրասյանը շատ ճիշտ ասեց։ Հաջորդ քայլը տանելու ապարտ դատարան եւ իր մանդատից զրկել։ Հա, բայց ես չեմ հրաժարվում, չեմ մանդատել, ես չեմ կարող ասել։ Դե բացարձակ չունեմ ինֆորմացիա, հարցը։ Եթե 2 օր է բոլորս հետևում ենք լարված մթնոլորտը, ի վերջո էլի ձեր հոգու խորքում։ Դուք հասկացաք որտեղ դուք սխալվեցիք, եւ ձեր խղճի առաջ մաքուր եք թե ոչ։ Այո, ես իմ խղճի առաջ մաքուր եմ, ես չեմ սխալվել, ես սխալ թույլ չեմ տվել, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է իհարկե, կարող է պատահել եւ ես ինչ-որ սխալվել որ չեմ զգում, պետք է կողքից ասել, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով ես սխալ թույլ չեմ տվել, ես շատ լավ եմ զգում, շատ հպարտ եմ զգում, որ եղել եմ մի թիմում, որտեղ կան անհատներ, որոնց հետ շփվել եմ միայն ամեն ինչ արժի, իհարկե կան նաև անհատներ, որոնց հետ չարժե նույնիսկ նայել աշխերից չէ, բայց ես իհարկե բոլոր դեպքերում որևէ փոշմանելու բան չունեմ եւ ես Պատրաստ եք կալանավորման։ դու պատասխանում չունեմ միշտ դա։ Իսկ ոնցպես պատրաստ եք որևէ ազգային ժողով չեք գալու։ Այդ ինչ դժվար է։ Ինչու՞։ Սիրում եմ ես շենքը։ Պարոն Աղազարյան, այնուհանդերձ իշխող պատգամավորների ելույթների, Ջոջան չեմ լսում ես ինչ հարց եմ գալիս։ Պարոն Աղազարյան, այնուհանդերձ դուք լսելով քպականների հարցադրումները ուղղված գլխավոր դատախազին, ինչ հետևություններ արեցիք, նրանց մոտ այնուհանդերձ բաց հարցեր մնացին եւ դա կանդրադառնաց ըստ ձեզ քվեարկության վրա, թե այնուհանդերձ խմբակցությունը մեկ միասնական որոշում կկայացնի եւ չնայած պատգամավորները, որ վերապահումներ ունեն, կգնան խմբակցության կայացրած որոշմամբ։ Եվ ասենք ոչ թե որպես մարդ, որը այսպես կոչված շահագրգռված այս հարցի այս կամ այն երկով, այլ որպես նաև պատգամավոր, որ կողքից նայում եմ միայն Վիլեն Գաբրելյանի, Արման Եղոյանի եւ Վապկեն Թունյանի ելույթները բավարարել, որ հիմա դատախազը ելնի եզրափակիչի մասին ես հետ եմ կանչում։ Միայն այդ երեք ելույթը բավարարել։ Իսկ մնացածը ինչքան է պարոն Կոնջարյանը ճամարտակի աշխարհի բոլոր անեծները թոթափել իմ գլխին, իմ ընտանիքի գլխին, եթե վարչապետը չի հրահանգել։ Ինչ եկեք կապիկություններ անում։ Եվ ո՞րն է բանը փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, դուք այդ թիմից եք եղել, գիտեք նման հարցերն ինչպես են լուծում, թե Փաստը Արման Եղոյանի, Վիլեն Գաբրելյանի եւ Վապկեն Թունյանի ելույթը։ Դուք երեք Դուք եք լսել։ Դուք եք մարդիկ ասում են, ինչ եք անում, ախպեր։ Գոնե խարդախության հոդված դարեք։ Այս մարդը ինչ լծակ ունի, որ կաշառ դրստի։ բայց եթե Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցումներ տրամաբանական կլներ, որ պատգամավորները ձեզ անձեռնմխելիությունից զրկելու թեզ առաջ տանեին, ոչ թե բաց հարցերի վրա ուշադրություն հրավիրեին։ Այս է բացատրում նրանով, որ ես տաշել չեմ։ Մարդիկա, որ ինձ հարգում են եւ ընդունում են։ Երեք հնարավորություն ունեցաք Նիկոլ Փաշինյանի հետ օրինակ այս թեմաները քննարկել, պարոն Աղազարյան, հա։ Չու՞մ։ Ինչի ամեն ինչ ավարտված է, Հարցեր կա, որ պատասխան չեն պահանջում։ Հարցեր կա, որ ներողություն, հարցեր կա, որ պատասխան չեն պահանջում։ Հարցեր կա, որ հնչում են, որպեսզի դուք լսեք, թե ինչ են ասում, որ դրա վրա արդեն դուք բան անեք, այսպես կոչված ժողովրդին տեղեկացնեք, թե ինչ են ուզում ասել պարոն Աղազարյանը, երբ որ ասես գնացեք ձեր, ոչ թե ձեր, այլ Նիկոլ, չէ, մի րոպե, ես չասեցի ձեր, ես ասեցի գնացեք եւ Նիկոլ Փաշինյանի գրքի երկիր հակարգումը, այս այն հատվածը, որ ես ցիտել եմ խմբակցության նիստի ժամանակ կարդացեք նորից։ Ասեք ես բան չեմ։ Ես այդ գիրքը կարդացել եմ, բայց այդ հատվածը առանձին կասեմ, ցես չեմ ասել, առանձին կասեմ դարի։ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ խոսելու բան չունեք, պարոն Աղազարյան, քննարկելու։ Կամ ասելիք։ Չէ, ասենք բանի, ես ասում եմ քիչ խոսելը ոնց արի, բայց խոսելը չի։ Որ ասում եք ավտորիտար ես դառնում, որովհետեւ դու ԲԴԽ-ի նախագահին ասում ես sense։ Մի դար ավտորիտարիզմը վատ բան է։ Դա ավտորիտար, որ պարոն Կոնջարյանը ավտորիտարիզմը եւ բռնապետությունը ես եմ սխալ հասկանում, ցածրուշտակ արեց։ Հետո դառնա բռնապետ։ Աստված շալի։ Հիմա ես իմ համեստ անձով պիտի ամեն ինչ անեմ, որ դա տեղի չունենա։ Որ ինքը չվերարտադրվի, որովհետև ինքը արդեն այդ ճանապարհին է։ Պարզապես երբ որ դուք ավտորիտարիզմի դեմ պայքարող եք, պարոն Աղազարյան, երբ որ այստեղ օրինակ լրագրողների համար միջանցքներ էին փակվում, որ ձեզ քպական պատգամավորներից այն ժամանակ հասանելիություն չունենանք եւ անհարմար հարցեր չտանք, այդ ժամանակ պետք է վեր կենայիք եւ քննադատեիք այս իշխանության ոչ ժողովրդավար մոտեցումները։
Жизнь невозможно повернуть назад, и время ни на миг не остановишь. Մենք ես ասում այդ Սա ԱԼՄ չի, պարոն Աղազարյան։ Ջանը։ Սա ԱԼՄ չի։ Արեք ջան, ես լինելով քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ, լինելով իշխող ուժի անդամ, ես ավելի շատ բան եմ արել ձեր շահերը պաշտպանելու իմաստով, հասարակական շահերի պաշտպանելու իմաստով, պետությանը սխալվելու իրավունքով նախ, պետությանը օգտակար լինելու իմաստով, քան երկու ընդդիմադիր խմբակցությունները եւ մեր խմբակցության պատգամավորների կեսը միասին վերցրած։ Շնորհակալություն։ Հիմա դուք կգնաք ձեր ընկերի կմնան մենակ, հա։ Ո՞վ։ Պարոնոսներն չի մնամ, իմ տղերք իրար կողքին են։ Բայց ինչի կմնա մենակ, պարոնները միշտ ինքն իր հետ է։ Շնորհակալություն։ Գնացի